Մայիսի 17-ին և 18-ին անցկացվել է թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը և նշվել է թանգարանների միջազգային օրը։ Մինչև ուշ երեկո թանգարանները անվճար ընդունել են այցելուների։ Այս տարի թանգարանների միջազգային օրը կրում էր «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության տեղեկության համաձայն ծրագրին միացել էին հանրապետության 100-ից ավելի թանգարաններ։ Գևորգ Գրիգորյանի Ջոտտոյի արվեստանոց թանգարանում Մաշտոցի 45A հասցեում բացվել է «Վավերագրող հայացք Վանո Խոջաբեկյան 150» խորագրով ցուցադրությունը։ Այս տարի լրանում է գծանկարիչ, մատիտանկարի վարպետ Վանո Խոջաբեկյանի ծննդյան 150-ամյակը։ Խոջաբեկյանն արվեստի աշխարհ մուտք է գործել որպես ինքնուս նկարիչ, սակայն բնատուր տաղանդի շնորհիվ կարողացել է իր տեղն ամրագրել հայ կերպարվեստի պատմության մեջ։ Թիֆլիսում ծնված նկարչի համար ներշնչանքի աղբյուր են եղել հարազատ քաղաքն ու բնակիչները։ Մայիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է սպասված հոբելյանական տարվա գալա համերգը։ Նշվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-ամյակը։ Համերգասրահի բեմում հանդես է եկել դաշնակահարուհի Յուջա Վանգը։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Յուջա Վանգը հայտնի է իր վիրտուոզ կատարումներով, արտիստիզմով և բեմական հմայքով։ Ծրագրում հնչել են Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆիևի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Արամ Խաչատրյան համերգասրահում սարյանական գույներ են ներկայացվել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկո է նվիրել 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի ականավոր ներկայացուցիչ Ղազարոս Սարյանի 105-ամյակին։ Ներկայացվել են կոմպոզիտորի ստեղծագործությունները, որոնք Մարտիրոս Սարյանի կտավներից ոգեշնչված են ստեղծվել։ Հնչել են նաև Գաբրիել Ֆորեի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից։ Որպես մենակատար հանդես է եկել Սիմոն Տրպչեսկին։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Էջմիածնում տեղադրված Կոմիտասի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է։ Մայիսի 13-ին Երվանդ Քոչարի թանգարանը և Վաղարշապատի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը արձանի մոտ միջոցառում են անցկացրել նվիրված Երվանդ Քոչարի ծննդյան 125 և Կոմիտասի ծննդյան 156-ամյակներին։ Ներկայացվել է Կոմիտասի արձանի ստեղծման պատմությունը, հնչել են կոմիտասյան մշակումներ, ցուցադրվել են Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։ Շրջանների միջև խորագրի ներքո Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվել են Արթուր Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Ներկայացվել է ավելի քան 70 աշխատանք։ Ըստ հեղինակի ցուցադրությունը ներկայացնում է իր ապրած կյանքը, հետաքրքրությունները, սիրած մարդկանց։ Գեղանկարչի գործերում կարելի է տեսնել աստվածաշնչյան թեմաներ, քաղաքային մշակույթ, պարային, սպորտային իրադարձություններ։ Ցուցադրությունը համադրել է Օսիակ Հարամյանը։ Մայիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ վայելելու հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Զանգով սիմֆոնիան և պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի պարսկական պատկերները։ Դիրիժորը Շահին Դանեշվարն է Իրանից։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալի դաշնակահար Լյուկա Դեբարկին։ Նա իր ուղին սկսել է Փարիզի համալսարաններից մեկում ստանալով արվեստի բակալավրի աստիճան, հետագայում ճանապարհ է հարթել դաշնամուրային արվեստում։ Լյուկա Դեբարկը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ հայտնի համերգասրահներում։ Համերգային ծրագրում ընդգրկվել են Բրամսի և Բեթհովենի ստեղծագործություններից։ Հայաստանի Պարի պետական անսամբլը հանդես կգա «Պարում է Պարի պետականը» համերգային հարուստ ծրագրով։ Անսամբլը կներկայացնի սիրված ու սպասված հին ու նոր պարային բեմադրություններ։ Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին ժամը 19-ին։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում կներկայացվի Դոնալդ Լի Կոբուրնի «Ջին» խաղը բեմադրությունը։
Երկու գործողությամբ դրաման 16-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար է, բեմադրել է Արման Նավասարդյանը։ Պատմության հերոսները թղթախաղի միջոցով բացահայտում են իրար, հասցնում են սիրել, հիասթափվել, կարոտել, անկեղծանալ, մտորել ապրած կյանքի մասին։ Պրեմիերան տեղի կունենա մայիսի 30-ին, 31-ին, ներկայացման սկիզբը 19:30-ին։ Մայիսի 26-ին ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով կներկայացնի իտալական երաժշտությունը ֆիլմերում համերգային ծրագիրը, կհնչեն սաունդթրեքեր հայտնի ֆիլմերից։ Համերգին կմասնակցեն Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատարներ։ Գլխավոր հովանավորը Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունն է։